Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետն այսօր Շիրակի մարզում էր։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Շիրակի մարզ այցելությունը վարչապետը սկսում է Արդիկ համայնքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 միլիոն դրամ։ 1083 այսօր մանկապարտեզ են աջակցում։ Նկատի ունեմ համայնքը ունի մանկապարտեզի կարիք։ Ամբողջական լրիվ արդեն մի բայ իշել է։ Ես նոր բացված մանկապարտեզները պարոն վարչապետ, նույնիսկ մի պատարական օգտագործած չի եղել, ամբողջովին նորն են եղել։ Ո՞նց է։ Նոր կյանք բնակավայրն էլ կունենա նորակառույց մանկապարտեզ։ Կարմիր ժապավենը վարչապետի ներկայությամբ են կտրում ու հայտարարում։ Հունիսի 2-ից արդեն մանկապարտեզն ամբողջությամբ կշահագործվի։ Այս ծրագրի արժեքն ավելի քան 521 միլիոն դրամ է։ Շենքային պայմաններին եւ հնարավորություններին ծանոթանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նաեւ տարածքում հավաքված բնակիչներին։ Տեղեկացնում է, բոլոր բնակավայրերի առաջնային 3 խնդիրները պետք է ներկայացվեն իրեն, իսկ թե որոնք են դրանք, որոշելու են բնակիչները։ Իսկ բնակիչներին վարչապետը մեկ հորդոր ունի։ Ես ինչ եմ ասում մարդկանց, ասում եմ, սիրելի նոր կյանքի բնակիչներ, այս մանկապարտեզին նայեք եւ ձեզ խնդրում եմ, հա դուք գործունեությունը ձեր հարկային ավելացված արժեքի հարկ եւ այլն չի ձևավորում, բայց դուք գնում եք ծխախոտ եք առնում, հաց եք առնում, չգիտեմ, շաքար եք առնում, ալյուր եք առնում, շոր եք առնում, կոշիկ եք առնում, այդ որ առնում եք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս մանկապարտեզը հիշեք ու ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Երեխաներ, բարև ձեզ։ Սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է կառուցվել նաև Բայանդուր բնակավայրում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ գերազանցել է 273 միլիոն դրամը, որից 219 միլիոնը հատկացրել է կառավարությունը։ Շրջայցի վերջում այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը հանդիպում է բնակիչներին եւ լսում նրանց մտահոգությունները։ Մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի եւ կոնկրետ խմբի, սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում, ո՞նց է տուն ունենում։ Ձեր մեկն է աշխատում է, ներողություն, աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ո՞նց են տուն ունենում, տենց են տուն ունենում, ժողովուրդ ջան։ Հիպոթեկ են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են, ելի եմ ասում, եթե պետությունը չունի պարտավորություն, եթե հատուկ սոցիալական խմբերի անդամներ չեն, եթե հատուկ ինչ-որ դեպք չի, որը կառավարությունը հիմա այո, սահմանամերձ գյուղերում, որտեղ մենք խնդիր ունենք, մենք աջակցում ենք այդ 16 միլիոնի ծրագրերը, ըստ ամենայնի կշարունակենք, բայց դա ուրիշ կատեգորիայի գյուղերի մասին է։ Մնացած մասով եկեք մտածենք, ինչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան։ Բայանդուրից վարչապետը հեռանում է երեխաներին պաղպաղակ հյուրասիրելուց հետո միայն։ Երեխեք ջան, շատ ապրեք։ Վարչապետի հաջորդ կանգառը Գյումրիում է, այստեղ կառուցվել է Զանգակ մանկապարտեզը։ Երեխաներից ոչ բոլորն են, սակայն կարծես թե ուրախ մանկապարտեզի համար։ Որ կակատամ չես լացի, խոստանում ես, դարի պայմանավորենք, որ չես լացի, էլ չես լացի, չէ, Շոկոլադ ստանում են մյուսները եւս։ Այս մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։ Կառուցման արժեքը կազմել է շուրջ 203 միլիոն դրամ։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 30-ին կեսգիշերն անց 10-ից 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան հանգույցը եւ խոցվել է 1 մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովում այսօր ճեպազրույցներ են անցկացվել, որոնց մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Պատգամավորներին ուղղված հարցերը վերաբերել են նաև զինվորական ծառայության հետ կապված նոր օրենսդրական նախագծին, սահմանային զարգացումներին, պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվությանը։ Արդյոք սահմանային հատվածներում կան կուտակումներ եւ որքանով է հնարավոր նոր էսկալացիա։ Անհնարավոր է բան ասել սրա մասին։ Տեղեկություն տեղաշարժերի կամ կուտակումների մասին ես տրամաբանորեն ունենալ չեմ կարող, բայց միջազգային տարբեր կառույցների, գերտերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից
հասկանալի է դառնում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդ որում թե տարածաշրջանային դրամաբանության մեջ եւ թե աշխարհաքաղաքական դրության մեջ, հաշվի առնելով մեր բարեկամ եւ հարևան Իրանի շուրջ զարգացումները, հաշվի առնելով առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ աշխարհակարգի միջազգային իրավունքի վիճակը Ինչպես են արձագանքելու Ադրբեջանի այս սադրանքներին Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, այսպես է խաղաղություն լինելու։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ անգամ իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է եւ հատիկ առ հատիկ անդրադառնում է բոլոր ձեր թվարկած միջադեպերին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սահմանային հատվածներում։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել իր հայտարարությամբ, մենք շարունակելու ենք ուրեմն շարժվել խաղաղության մեր օրակարգով։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ բարձելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում դրանց կանխման ուղղությամբ։ Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաեւ մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու։ Լրություն վերջում։ Սադրանքներին չի տրվելու եւ ուրեմն շարունակելու է իր քաղաքականությունը, չի շեղվելու խաղաղության օրակարգից, որովհետեւ նման ուրեմն իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել Հայաստանի Հանրապետությանը իր օրակարգից, որովհետեւ ուրեմն մենք գնում ենք խաղաղության օրակարգով եւ միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն ուղղված այս օրակարգին, հարգելի գործընկեր, եւ Հայաստանի Հանրապետությունը արձագանքում է այնպես, որ կարողանա իր օրակարգերը կարողանա առաջ տանել։ Շնորհակալ եմ։ Որ հերոսանջերություն պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ Հայաստանը սադրանքներին չի տրվելու։ Այսինքն, եթե կրակոցները այսպես շարունակվեն եւ թիրախում նորից տներ հայտնվեն, Հայաստանի իշխանությունը եւ պաշտպանության նախարարությունը ոչինչ չի կարող անել։ Տեսեք, դուք դիմում եք Ադրբեջանին, Ադրբեջանը ասում է մենք չենք կրակել։ Այսինքն, սա պետք է շարունակվի։ Հայաստանի Հանրապետությունը վարում է իր քաղաքականությունը ելնելով Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Կախված իրավիճակից լինում են տարբեր մոտեցումներ։ Եվ ձեր հարցը, որը վերաբերում է, այսպես ասած, սիմուլյացիային տարբեր սահմանային իրավիճակների, ես տեղին չեմ համարում հիմա այստեղ մեկնաբանել, թե մենք ինչ կանենք, եթե լինի սա, եթե լինի սա, եթե լինի սա։ Տարբեր իրավիճակներում ինչ որ իրավիճակներ եղել են Հայաստանի Հանրապետությունը տարբեր ձևով ուրեմն արձագանքել է։ Մենք գնում ենք էսկալացիան հնարավորինս նվազեցնելու ճանապարհով եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, չենք տրվելու սադրանքներին, ոչ կրակոցների տեսքով սադրանքներին, որոնք այո ցավոք սրտի որոշ դեպքերում եւ այս վերջերս ուղղված են քաղաքացիական բնակչությանը, ոչ էլ տրվելու ենք հայտարարությունների տեսքով սադրանքներին։ Մենք չենք շեղվելու մեր օրակարգից, որովհետեւ տեսնում ենք նաեւ, որ մի շարք ուժերի եւ Հայաստանից դուրս եւ Հայաստանից ներսում գործող նպատակն է շեղել մեզ մեր օրակարգից, որպեսզի մենք էլ դառնանք մի կողմ, որը ապակառուցողական է, որը սադրում է եւ փորձում է էսկալացիա հրահրել։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության օրակարգը առաջ է տանելու եւ այո, ինչպես վարչապետը ասել է, մենք բոլորս վերահաստատում ենք, լինելու է խաղաղություն, չի լինելու պատերազմ։ Ինձ հետաքրքրում է բանակում ծառայությունը կրճատելու այդ նախագիծը, ձեր կարծիք երկու անգամ արդեն նախաձեռնություն եղել է եւ Փաստորեն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Հիմա այս երրորդ նախաձեռնությունը ձեր կարծիքով։ Սա խայտարակ նախաձեռնություն է։ Մի ամսվա ընթացքում զինվոր չեն դառնում։ Մանավանդ այս պայմաններում, երբ զինվորի մասնագիտությունը ֆիզիկական եւ մասնագիտական մեծ պատրաստվածություն է նախատեսում, չի մի ամսից առայլով ել եմ ասում, զինվոր չեն դառնում, դա ուղղակի նշանակում է փողը տալ, բանակ չգնալ։ Եվ ինչով են հիմնավորում, դե կոռուպցիա կա, կաշառքով են ազատվում, հիմա սենց գոնե օրինական կվճարեն, դրանք ովքեր ծառայում են, ավելի շատ փող կստանան։ Այսինքն ընդունում են, որ իրենց իշխանավորման 8-րդ տարվա ընթացքում չեն կարողացել համակարգային կոռուպցիան արմատախիլ անել, չնայած դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ին
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակից հայտարարում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա։ Իսկ սա ինչ է նշանակում այս օրենքը, նշանակում է, որ ով որ փող չունի, ստիպված պիտի լինի գնա ծառայելու, իսկ ով որ փող ունի, կյանք կվայելի։ Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ։ Հունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը Մուրացյան հիվանդանոցային համալիրին նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա, վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, արհեստական շնչառության սարքավորումներ եւ ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ։ Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել եւ արդիականացնել։ Նշված սարքավորումների եւ նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռքբերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Սրանք գյուվեզներ են տրանսպորտային, որոնք նախապես տաքացում են, որպեսզի նորածինը ավելի տաք ու ապահով տեղափոխվի հիվանդանոց։ Բուժքրոս ձեռքին այն սարքն ու հարմարանքն է, որով երբեմն մի քանի 100 գրամ քաշ ունեցող անհաստ ծնված փոքրիկները կյանքը փրկելու ցուցումով մարզային հիվանդանոցներից տեղափոխվում են մայրաքաղաք։ Միայն վերջին 7-ից 8 տարվա ընթացքում հիվանդանոցի շտապօգնության ծառայությունն ավելի քան 5000 նորածին է տեղափոխել Երևան։ Նրանց 96%-ի կյանքը հաջողվել է փրկել։ Մեքենաները աշխատում են կլոր տարի ցանկացած եղանակային պայմաններում եւ մեքենաները իրենք են շատ բարձրորակ։ Շատ հաճախ փակ ճանապարհներով, երբ որ MЧS-ը հայտարարում է, որ ճանապարհները փակ են, մեր բրիգադները անցել են։ Անհաղթահարելի ճանապարհներն ապագայում ավելի հեշտությամբ հաղթահարելու եւ նորածինների կյանքը փրկելու դժվարին գործը ավարտին հասցնելու համար բարերար Միքայել Վարդանյանը համալրեց հիվանդանոցի շտապօգնության մեքենաների թիվը։ Սյունիքի մարզից մինչև Տավուշ։ Մուրացյան համալսարանական հիվանդանոցի բակում կայանած այս 3 մեքենաներն այսուհետ առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածիններին հանրապետության տարբեր մարզերի շտապ կարգերով կտեղափոխեն հիվանդանոց։ Մեքենաներն ամբողջությամբ կահավորված եւ վերազինված են գերժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով։ Տպավորիչ ասելու համար սրանք փոքր վերակենդանացման բաժանմունքներ են, պարտադիր իր բարձր որակավորման բժշկով, պարտադիր իր բարձր որակավորման բուժքույրով, անհրաժեշտ սարքավորումներով։ Անհրաժեշտ է լինում ճանապարհին թթվածին ստանա նորածինը պարտադիր, երակայիններ են պարտադիր պետք, գլուկոզա է ստանում։ Հիվանդանոց հասնելուն պես փոքրիկները հայտնվում են մանկական եւ նորածինային վերակենդանացման բաժանմունքում։ Արհեստական շնչառության սարքերն առաջինն են օգնության հասնում փրկելու նորածնային կյանքերը։ Բարերարի աջակցությամբ սարքերի թիվն ավելացավ եւս 2-ով։ Արհեստական շնչառության սարքերը շատ մեծ աջակցություն են, իրանք շվեյցարական սարքեր են, շատ հայտնի ֆիրմայի։ Ռենտգեն ծառայությունը տարեկան 30,000 հետազոտություն է իրականացնում։ 15 տարի առաջ ձեռք բերված սարքն արդեն հին էր։ Հիվանդանոցը թվային ռենտգենոգրաֆիկ նոր համակարգի կարիք ուներ։ Նվիրատվության շնորհիվ բժիշկները կկարողանան հետազոտության առավել ճշգրիտ պատկեր ստանալ։ Համալրվելով նոր ռենտգեն սարքով մենք կկարողանանք ավելի արագ ու ճշգրիտ կատարել հետազոտություն եւ տալ համապատասխան բարձրորակ ախտորոշում։ Այս սարքը եւ հնարավորություն է բժշկի համար եւ հանգստություն է ծնողի համար։ Այսօր նորացվեց պարկը, մեքենաների դուք տեսակ, այսօր նորացվեց նաեւ շնչառական ապարատների, այդ որոնք որ ոչ միայն բարձրորակ են ռեանիմացիայում, այլ նրանք մոբիլ են եւ կարող են տեղակայվել ոչ միայն մեքենայում, այլ ինքնաթիռում օրինակ Միքայել Վարդանյանի իրականացրած գործողությունները կարծում եմ աստվածահաճո եւ ամենաբարձր բարոյականության դրսևորումներից մեկն է։ Բժշկական սարքավորումներն ու նորածնային շտապօգնության մեքենաները նվերն են Մուրացյան հիվանդանոցային համալիրին, սակայն ծրագիրը հանրապետական նշանակության է։ Սարքերի եւ ռեանիմոբիլների ծառայություններից առավելապես օգտվեն հանրապետության բոլոր մարզերում բնակվողները։ Նվիրաբերած սարքավորումների եւ շտապօգնության 3 մեքենայի համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Կրիմինալ սկանդալ Լոս Անջելեսում Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային ծառայությունն ու ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական մի քանի հանցավոր խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով։ Ըստ իրավապահների տեղեկությունների այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար են սեփականացրել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ովքեր են ու կոնկրետ ինչ մեղադրանքներ են առաջադրվել։
Այս վերջի երկու շաբաթվա ընթացքում մի քանի այդպիսի հանցավոր խումբ է մեկուսացվել, ձերբակալվել են անդամները Գլենդելում, Հոլիվուդում, Բրբանկում եւ հայաբնակ մյուս Լոս Անջելեսի արվարձաններում։ Fox News-ը երեք մի տեսանյութ է տարածել, որում պատկերված է, թե ինչպես են ձերբակալվում այդ հանցավոր խմբերից մեկի պարագլուխին։ Ընդհանուր առմամբ այդ խմբի 14 անդամներ են ձերբակալվել եւ մեղադրվում են նրանք ավելի քան 47 միլիոն դոլար սեփականացնելու մեջ մեքենայությունների միջոցով, նաեւ մեղադրվում են առևանգումների մեջ, տարբեր ֆինանսական մեքենայությունների մեջ եւ հիմնականում փողերը, որոնք իրենք սեփականացրել են, պետության կողմից պանդեմիայի տուժած մարդկանց օգնության ձևով էր տրամադրված, հենց այդ փողերն էլ փորձել են եւ կարողացել են սեփականացնել։ Fox News-ը տարածում է այդ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է այդ հանցավոր խմբի ղեկավար Վահե Մարգարյանը հանձնվում։ Մինչև ատամները զինված հատուկ ջոկատայինները օդ կրակելով նրան ուրեմն մեկուսացրել են, նա հանձնվել է եւ Fox News-ը ներկայացնում է Մարգարյանին որպես այդ հանցավոր խմբի գլխավոր ուղեղ։ Բոլոր այդ խմբի անդամները հայկական ազգանուններ ունեն՝ Սարգսյան, Բեժանյան, Այձինյան, Մուսայելյան, Հովանեսյան, նաև երկու կին կա նրանց թվում։ Այդ 14-ից 13-ը արդեն Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստացած նախկին հայաստանցիներ են, մեկը դեռևս Հայաստանի քաղաքացի եւ ամենայն հավանականությամբ դեպորտացիայի կընթարկվի։ Դրանից մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ, ամենայն դեպս մայիսի ընթացքում է այդ տեղի ունեցել, եւս մի քանի հայկական հանցավոր խմբերի անդամներ են ձերբակալվել հարավային Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսի հարվարձան քաղաքներում։ Մասնավորապես մայիսի 21-ին իրականացվել է մի օպերացիա, որը Դաշնային հետաքննության ծառայությունը անվանել էր «Ընթրիքը պատրաստ է»։ Այդ գործողության շրջանակներում երկու հայկական խմբեր են ձերբակալվել, որոնք նույնպես մեղադրվում էին ռեքետում, մարդկանց առևանգելու մեջ եւ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ այդ խմբի անդամները ահաբեկում էին Կալիֆոռնիայի հայ համայնքի անդամներին, այսինքն զոհերը հիմնականում հայրենակիցներ են եղել։ Խմբերից մեկի ղեկավարը Նարեկ Բեզինյան անունով նախկին իրանացի է, այժմ Միացյալ Նահանգների քաղաքացի, մյուսը Հայաստանում ծնված այժմ Միացյալ Նահանգների քաղաքացի Ռոբերտ Ամիրանն է։ Այդ երկու խմբերի անդամներն էլ մեղադրվում են ավելի քան 83 միլիոն դոլար սեփականացնելու մեջ։ Ընդ որում շատ յուրահատուկ ձևով Ամազոնից այլ անձանց անունով ապրանք էին գնում, թանկարժեք ապրանքներ, հասցնվում էին դրանք պահեստ Լոս Անջելեսում, այնուհետ վերավաճառում էին։ Ահա այդպես ավելի քան 83 միլիոն դոլար են գողացել։ Այսպիսով վերջին երկու շաբաթվա ընթացքում հայկական այդ խմբավորումների անդամները գողացել են տարբեր անձանցից եւ պետությունից ավելի քան 130 միլիոն դոլար։ Իսկ հայերի շրջանում հանցավորության դեպքերը տարածված երևույթ են Լոս Անջելեսում։ Տնտեսական, ֆինանսական հանցավորությունը ցավոք Կալիֆոռնիայի հարավում հայերի շրջանում տարածված է, բայց վերջին տասնամյակների ընթացքում վերջին ամենահնչեղ գործը, որը հիշում եմ, 2011 թվականին է եղել, երբ ձերբակալվել եւ ըստ էության ոչնչացվել էր ազդեցիկ մի խմբավորում, որը հնչեղ անուն ուներ Armenian Power, հայկական իշխանություն։ Այդ խմբավորման ավելի քան 90 անդամներ իր վերջո ամբաստանյալի աթոռին հայտնվեցին եւ տարբեր ժամկետների ազատազրկման դատապարտվեցին, մինչեւ ընդհուպ 18 տարվա ազատազրկման դատապարտվեց այդ խմբավորման պարագլուխ Մհեր Դարփինյանը եւ ամբողջ խումբը մեղադրվում էր մոտ 20 միլիոն դոլար գողանալու մեջ։ Նույն այդ 2011 թվականին մեկ այլ հնչեղ գործ էր հետաքննվում, որի շրջանակներում ամբաստանյալի աթոռին էր հայտնվել հայտնի գործիչ Արմեն Ղազարյանը, 70 նրա, այսինքն նույն գործով անցնող 70 անձինք մեղադրվում էին մոտ 35 միլիոն դոլար գողանալու մեջ։ Այդ ամենը իրականություն է, իսկապես ֆինանսական եւ տնտեսական հանցավորությունը ժամանակ առ ժամանակ, այսպես նկատվում է նաեւ հայկական հայ համայնքի շրջանում։
Արդյոք տեղի ունեցածը կարող է օգտագործվել Միացյալ Նահանգներում հայերին վարկաբեկելու նպատակով։ Հենց դա են այժմ փորձում անել թուրքական եւ ադրբեջանական լոբիստները։ Համենայն դեպս ադրբեջանական մամուլը ակտիվ գրում է, թե ողջ խնդիրները Կալիֆոռնիայում հայերից են, հայերը հանցավոր են, հանցագործ են եւ այլն։ Մինչդեռ փաստերը եւ ստատիստիկան թույլ է տալիս վստահորեն ասել, որ հայկական հանցավոր խմբերը շատ եւ շատ ավելի քիչ գլխացավանք են պատճառում իրավապահներին, քան այլ էթնիկ խմբավորումները։ Համեմատելու չի աֆրոամերիկացիների, լատինամերիկացիների, չինացիների հանցավոր խմբերի ուրեմն կատարվող հանցագործությունների հետ։ Եվ բավական է նշել հենց այն, ինչ ես արդեն ասացի, վերջին այսպես մեծ դեպքը, երբ խոշոր հանցավոր հայկական խումբ էր հայտնաբերվել 14 տարի առաջ էր։ Դա եւս վկայում է այն մասին, որ այդքան էլ լուրջ խնդիր չէ եւ այսպես արհեստական ուրճացնելը այս խնդրի կարծում եմ հեռանկարային չէ եւ անիմաստ է։ Եվ իսկ գլխավորը այն է, որ հայկական հանցավոր խմբերը զբաղվում են հիմնականում ֆինանսական եւ տնտեսական հանցագործություններով եւ ձգտում են հեռու մնալ այսպես բանդիտիզմից եւ մարդասպանությունից կամ այսպես այլ տեսակի վտանգավոր ավելի վտանգավոր հանցագործություններից եւ նույնպես կարծում եմ այսպես խոսուն փաստ է այն, որ Գլենդելը, որը Միացյալ Նահանգների ամենահայաբնակ քաղաքն է համարվում, արդեն մի քանի տասնամյակ է, ինչ համարվում է կրիմինալի տեսակետից ամենաանվտանգ քաղաքներից մեկը Միացյալ Նահանգներում։ Շնորհակալություն Արծու։ Ավարտվեց Հորիզոնի թողարկումը կարճատև դադարից հետո անցնող շաբաթվա միջազգային իրադարձությունները կամփոփի իմ գործընկեր Ալլա Ղալաչյանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Բարև ձեզ։ Հորիզոնի այս հատվածում կամփոփենք շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Միացյալ Նահանգները փորձում է ամեն միջոց, որպեսզի Ռուսաստանը համաձայնի Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Թրամփը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարելով, թե նա լրիվ խելագարվել է եւ կրակի հետ է խաղում։ Թրամփի հայտարարություններին զուգահեռ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի հայտնել է, որ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները վերացրել են Ուկրաինային մատակարարվող զենքի տեսական ու սահմանափակումները։ Մերցի խոսքով դա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում ռուսական տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու միջոցով։ Նրա խոսքով դա վճռորոշ նշանակություն ունի Ուկրաինայի պատերազմի վարման որակի համար։ Մերցը նաեւ հաստատել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի շարունակելու աջակցել Ուկրաինային։ Սովորաբար պատերազմներն ավարտվում են կողմերից մեկի կամ երկուսի տնտեսական կամ ռազմական հյուծվածության պատճառով, եւ այս պատերազմում մենք ակնհայտորեն դեռ հեռու ենք այդ իրավիճակին հասնելուց։ Այսպիսով մենք կարող ենք ստիպված լինել ավելի երկար ժամանակաշրջանի պատրաստվել։ Գերմանիայի կանցլերը չի պատասխանել իրեն ուղղված հարցին, թե արդյոք Գերմանիան նախատեսում է Ուկրաինային հեռահար Թաուրուս հրթիռներ մատակարարել։ Ուկրաինային զենք մատակարարելու եվրոպական երկրների պատրաստակամությունը մեկնաբանելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով Եվրոպան անուղղակիորեն մասնակցում է Ռուսաստանի դեմ պատերազմին, ինչը չի նպաստում խաղաղության գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ մեծ թվով լրատվամիջոցներ փաստացի մասնակցում են խաղաղության գործընթացը խաթարելուն ուղղված արշավի, որի նպատակն է ամեն կերպ խրախուսել ամերիկացիներին, որպեսզի նոր պատժամիջոցներ կիրառեն։ Ուկրաինայի նախագահն էլ հայտնել է, որ Ռուսաստանի հարձակումներն ավելի են սաստկանում եւ ամեն ինչ վկայում է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրադադար հաստատել։ Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ արդեն մեկ շաբաթ է անցել, սակայն Մոսկվայից դեռ չեն ստացել խաղաղության համաձայնագրի հուշագրի տեքստը։ Պուտինը պետք է սկսի հարգել նրանց, ում հետ բանակցում է։ Առայժմ նա պարզապես խաղ է անում դիվանագիտության եւ դիվանագետների հետ։ Սա պետք է փոխվի։ Բայց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքելով Զելենսկիին ասել է, որ Մոսկվան դեռ աշխատում է հուշագրի նախագծի վրա եւ ավարտելուց հետո կփոխանցի Կիևին։ Նրա խոսքով Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կանի նույնը։
Ուկրաինական կողմի առաջարկների վերաբերյալ հայտարարություն է արել Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Նա Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստացել է Ուկրաինայի առաջարկները ապագա հրադադարի վերաբերյալ եւ սպասում է հուշագրի ռուսական մասին։ Քելոգը բացատրել է, որ հուշագիր ասելով նկատի ունի որոշակի նպատակներ եւ պայմաններ, որոնք Մոսկվան եւ Կիևը սկզբունքորեն կարեւոր են համարում։ Հաջորդ խնդիրն է փորձել հաշտեցնել դրանք, որից հետո կարող է կայանալ բանակցությունների հաջորդ փուլը։ Դրանք ըստ Քելոգի կարող են տեղի ունենալ Ժնևում, քանի որ Մոսկվան հրաժարվել է դրանք անցկացնել Վատիկանում, ինչպես առաջարկել էր Թրամփը։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Մոսկվան Կիևին առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին կրկին Ստամբուլում։ Ռուս-ուկրաինական հետագա բանակցությունների համար հարթակ տրամադրելու Թուրքիայի պատրաստակամության մասին է հայտարարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը այս շաբաթ Ռուսաստան այցի ժամանակ։ Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպանը քննարկվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման ուղղված վերջին նախաձեռնությունները։ Այնուհետև Ուկրաինայի մայրաքաղաք երկօրյա այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում Ֆիդանը քննարկել է մասնավորապես առևտրի, էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության հարցեր։ Իսկ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը։ Զելենսկին հայտարարել է, որ չի բացառում բանակցությունների ձևաչափը բոլոր երեք կողմերի միաժամանակյա մասնակցությամբ։ Նա նաեւ նշել է, որ բաց է ինչպես երկկողմ հանդիպումների համար։ Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափի։ Նա նշել է, որ ձևաչափը կախված է թեմաներից։ Նրա խոսքով հրադադարի շուրջ քննարկումների համար նպատակահարմար կլինի եռակողմ հանդիպում անցկացնել Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կարող է հանդես գալ որպես մոնիթորինգային կողմ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար։ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից եւ որ Բերլինը կանի հնարավոր ամեն ինչ ռուսական գազի եվրոպական շուկաներ արտահանման համար նախատեսված հյուսիսային հոսք 2 գազատարի վերագործարկումը թույլ չտալու համար։ Բացի այդ, Մերցը խոստացել է, որ Գերմանիան եւ Ուկրաինան սպառազինության, այդ թվում հրթիռների համատեղ արտադրություն կնախաձեռնեն։ Այդ զենքը չի ունենա հեռահարության սահմանափակումներ, Reuters-ի փոխանցմամբ ընդգծել է Մերցը։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանները հետևյալն են՝ արևմտյան առաջնորդների գրավոր խոստում, որ դադարեցնում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք եւ չեղարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը, հայտնում է Reuters-ը ըստ բանակցությունների մասին տեղյակ ռուսական 3 աղբյուրների։ Ռուսական 3 աղբյուրները նշում են, որ խոսքը Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի եւ նախկին խորհրդային այլ հանրապետությունների ՆԱՏՕ-ին անդամակցությանը պաշտոնապես բացառելու մասին է։ Ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Յուրի Ուշակովը, ըստ որի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին բավարար կերպով չեն տեղեկացնում ուկրաինական զարգացումների մասին։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով Կրեմլում նման եզրակացության են հանգել Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարությունների վերլուծությունից հետո։ Թրամփը շատ բաներ է ասում, մենք բնականաբար այդ ամենը կարդում ենք, գալով եզրակացության, որ ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում նրան ոչ ամբողջական տեղեկատվությունն են տրամադրում։ Թրամփին չեն տեղեկացնում, թե որքան հաճախակի են դարձել ռուսաստանյան խաղաղ քաղաքների դեմ Ուկրաինայի ձեռնարկած ահաբեկչական հարձակումները։ Թրամփը գիտի միայն մեր պատասխանատվությունների մասին եւ չի էլ հասկանում, որ մենք հարվածում ենք բացառապես ռազմական ենթակառույցներին կամ ռազմական արդյունաբերության օբյեկտներին։ Խաղաղության բանակցությունները պատերազմից լավ են, բայց Ուկրաինայում հակամարտությունը հաջողությամբ ավարտելու համար պետք է լուծվեն դրա արմատական պատճառները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողություններից առաջ եւ դրա մեկնարկից հետո երկար տարիներ Ռուսաստանը առաջարկել եւ շարունակում է առաջարկել ուկրաինական կողմին լուծել բոլոր խնդիրները։ Մոսկվան պնդելու է, որ Կիևը չեղյալ հայտարարի Ուկրաինայում գործող բոլոր խտրական օրենքները ուղիղ բանակցությունների նոր փուլում։ Բանակցությունները պատերազմից լավ են, բայց հաջողության հասնելու համար, եւ մենք խորապես համոզված ենք դրանում։ Անհրաժեշտ է վերացնել հակամարտության արմատական պատճառները, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ հետաձգի Իրանի դեմ ցանկացած հարված, որպեսզի իր վարչակազմին ավելի շատ ժամանակ տա Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Դոնալդ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն լավ բանակցություններ է վարում Իրանի հետ։ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների 5-րդ փուլը։ Խորհրդակցություններից հետո Օմանի արտգործնախարարը հայտնել է որոշակի առաջընթացի մասին, մինչդեռ նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն 1 կամ 2 հանդիպումների ընթացքում դրական արդյունքների հասնել։ Կողմերը համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում։ Վաշինգտոնը հայտարարում է, որ Իսրայելը եւ Համասը կրակը դադարեցնելու հնարավորություն ունեն։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Վիտկոֆը կողմերին է փոխանցել հրադադարի մասին նոր նախագիծ։ Իսրայելը տվել է իր համաձայնությունը։ Միաժամանակ հայտարարել է, թե Հորդանան գետի արևմտյան ափին եւս 22 տուն կկառուցի։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական քայլ է, իսկ դա նշանակում է, որ այն կարող է սպառնալ սրել Իսրայելի հարաբերությունները թե միջազգային հանրության, թե նրա գլխավոր հակառակորդի Համասի հետ։ Ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածում Համասի կողմից պատանդ պահվող 10 մարդկանց ազատ արձակել, ինչպես նաև 60-օրյա հրադադարի դիմաց Իսրայելին վերադարձնել մահացած գերիների 18 դիերը։ Այդ ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեն ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նպատակով։ Եթե դա հաջողվի, մնացած գերիները կենդանի եւ մնացած կվերադարձվեն Իսրայելին։ Իսկ Թրամփի կողմից անցած շաբաթ հայտարարված ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ծրագիրը քննադատության է ենթարկվել Հյուսիսային Կորեայի կողմից։ Փեյնյանը նախազգուշացնում է, որ այն կարող է տարածքը վերածել պոտենցիալ միջուկային պատերազմի դաշտի։ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը Թրամփի առաջարկն անվանել է անբարտավանության գագաթնակետ եւ մեղադրել է Վաշինգտոնին տարածքը ռազմականացնելու մեջ եւ զգուշացրել է, որ ծրագիրը կարող է միջուկային եւ տիեզերական սպառազինությունների համաշխարհային մրցավազք առաջացնել։ Հյուսիսային Կորեան ստիպված կլինի այլընտրանքային միջոցներ մշակել ոսկե գմբեթին հակազդելու համար։ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծրագիրը մտահոգություններ է առաջացրել նաև Չինաստանում։ Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել մինչև 150 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական ներդրումային ծրագրի շուրջ։ Ծրագիրը մասնավորապես կֆինանսավորի զենքի եւ զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև Եվրամիության պաշտպանության համար կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Անդամ երկրներից բացի այլ պետություններ եւս, այդ թվում Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը եւ Նորվեգիան կարող են գումար ստանալ այդ ծրագրից։ Գումարը կօգտագործվի զինամթերքի, հրթիռների, հրետանային հոբ համակարգերի, դրոնների արտադրության, արհեստական բանականության եւ տիեզերական արդյունաբերության զարգացման համար։ Ապրանքների մեծ մասը պետք է արտադրվի Եվրամիության ներսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային առևտրի դատարանը որոշում է կայացրել, որ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները ներմուծման համաշխարհային մաքսատուրքեր սահմանելով եւ կարգադրել է արգելափակել։ Սա լուրջ հարված է ամերիկյան առաջնորդի տնտեսական քաղաքականության առանցքային տարին։ 3 դատավորներից կազմված կոլեգիայի որոշման մեջ ասվում է, որ 1977 թվականի միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների ակտը, որը Թրամփը մեջբերում է մաքսատուրքերը հիմնավորելու համար, նախագահային իրավունք չի տալիս մաքսատուրքեր սահմանել գրեթե ողջ աշխարհի վրա։ Որոշումից մի քանի րոպե անց Թրամփի վարչակազմը բողոք է ներկայացրել։ Եթե դատարանի որոշումը հաստատվի Գերագույն դատարանի կողմից, սակագների մեծ մասը կկասեցվեն։ Այսօր պարզ դասավ, որ Դաշնային վերաքննիչ դատարանը վերականգնել է ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, որոնք ապրիլին սահմանել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Դատարանը նաև որոշել է, որ երկու կողմերն էլ պետք է գրավոր փաստարկներ ներկայացնեն իրենց դիրքորոշման համար։ Հայցվորները մինչև հունիսի 5-ը, վարչակազմը մինչև հունիսի 9-ը։ Միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ավարտում է ԱՄՆ վարչակազմում իր պաշտոնավարումը եւ շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին նա հայտնել է իր X սոցիալական ցանցում։ Նախորդին Մասկը CBS-ին ասել էր, որ հիասթափված է Թրամփի մեծ գեղեցիկ հարկերի եւ բյուջեի օրինագծից։ Ըստ նրա, օրենքը խաթարում է ծախսերի կրճատման ջանքերը եւ կհանգեցնի բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի։ Հիշեցնենք, որ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո Մասկը նշանակվեց կառավարության հատուկ աշխատող, որը գործադիրում աշխատելու էր տարեկան 130 օր։ Այդ ժամանակը լրանում է հիմա։ Լրատվամիջոցները նկատել են, որ Մասկի հեռանալը արագ էր եւ առանց արարողության։
Այս շաբաթ հրաժարական է տվել նաև Վրաստանի ներքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին։ Նա ընդգրկվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակներում, Թբիլիսիում նախորդ աշնանը ցույցերի կոշտ միջոցներով ցրելու պատճառով։ Այդ դեպքերից հետո Վրաստանի իշխանությունները նրան պարգևատրել էին պատվո շքանշանով, շնորհել գեներալ գնդապետի կոչում եւ նշանակել փոխվարչապետ։ Գոմելաուրին նշել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի եղել, սակայն ներկայում իր խոսքերով ստեղծվել է հանգիստ ժամանակ, երբ կարող է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։ Այժմ Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել Գելա Գելաձեն։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, այդ թվում եղել է կրթության նախարարության, պաշտպանության նախարարության եւ պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ։ Այս շաբաթ ակտիվ քննարկման կիզակետում հայտնվեցին Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը։ Վիետնամ կատարած այցի մեկնարկի ուշադրություն գրավող այս կադրերը արագ հայտնվեցին համացանցում, շատերն այն ապտակ անվանեցին։ Ելեսեյան պալատը նախ հերքեց տեսանյութի իսկությունը, սակայն կարճ ժամանակ անց փոխեց դիրքորոշումը։ Ելեսեյան պալատը միջադեպի առթիվ հատուկ հայտարարություն է տարածել, ասելով. տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիսկաթափվում էին ուղևորության մեկնարկից առաջ կատակելով։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վերջին շաբաթներին սա առաջին դեպքը չէ, երբ իր մասնակցությամբ տեսանյութերի բովանդակությունը խեղաթյուրվում է։ Մակրոնը վկայակոչել է այն տեսանյութը, երբ Ուկրաինա այցի ժամանակ գնացքի սեղանից նա հեռացնում է սպիտակ առարկա։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել էին, թե դա թմրանյութ է։ Մակրոնը հայտարարել էր, որ դա անձեռոցիկ է։ Այսքանն ենք առանձնացրել ձեզ համար միջազգային դրահոսից այս շաբաթ, կհանդիպենք մեկ շաբաթից։ Ցտեսություն։